Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին, դուք դիտում եք «Տուն-տեղ» հեռուստանախագծի գարնանային եթերաշրջանի երկրորդ թողարկումը։ Մենք արդեն իսկ սկսել ենք մեր վերանորոգման աշխատանքները, որոնց հետևելու եք 3 ամիսների ընթացքում, իսկ ամենավերջում, ինչպես եւ ամեն եթերաշրջանի ավարտին, տեսնելու ենք վերջնական արդյունքը։ Մենք ողջունում ենք մեր բոլոր հեռուստադիտողներին, ովքեր միացան «Տուն-տեղ» հեռուստանախագծի գարնանային եթերաշրջանին, եւ մենք մեկնարկը սկսում ենք այսօրվա եթերի մեր այս եթերաշրջանի գլխավոր հովանավոր United Technical Service մասնագիտացված կենտրոնից, որտեղ զրուցելու եմ պարոն Ալեքսանյանի եւ Ռոզայի հետ։ Ողջույն Տիկնակ եւ պարոնեք։ Ողջույն Կարեն ջան։ Բարի ողջույն Կարեն ջան։ Շատ ուրախ եմ, որ այսօր միասին ենք եթերը սկսում եւ առաջի թեման, որ առաջարկելու եմ խոսել, դա United Technical Service մասնագիտացված կենտրոնի եւ դիզայներ աճառատարապետական համայնքի բարձր մակարդակի համագործակցության մասին է։ Պարոն Ալեքսանյանն առաջարկում եմ խոսել ձեր եվրոպական այցերի մասին, հնարավորություն ընձեռվեց մեր դիզայներ աճառատարապետական համայնքին այցելել բավականին հայտնի արտադրողների գործարաններ, շփվել նրանց հետ եւ նոր, այսպես հետաքրքիր ծանոթություն եւ հարաբերություններ ստեղծել։ Մի փոքր ներկայացնենք, ապա արդեն Ռոզան մանրամասն կխոսի իր տպավորություններից, քանի որ դուք բոլոր այցերին ներկայ եք եղել։ Իմ շատ լավ ընկեր եւ իմ գործընկեր Ռոզա Սամվելյանի եւ մի շարք հայ ճարտարապետ եւ դիզայներների հետ միասին հնարավորություն ունեցանք, մեզ բախտ վիճակվեց միասին այցելել մեր գործընկերների արտադրական տարածքներ Իտալիայում, Գերմանիայում, բայց ավելի լավ է դրա մասին պատմի Ռոզան, իր տպավորությունները եւ ինքը ներկայացնի ինձ շատ հետաքրքիր կլինի։ Ռոզային կարծում ներկայացնելու կարիք չկա, բոլորիս հայտնի ճարտարապետ, տարեգրքի խմբագիր։ Այո, քանի որ ես միշտ կեսկատակ, կեսլուրջ նշում եմ, որ միակ մրցակիցը այս ոլորտում դա Ռոզան է։ Շատերն են այդպես կարծում։ Բայց այս տարիների աշխատանքը, որ դուք եք կատարել դիզայներ ճարտարապետների համար, կարծում եմ անգնահատելի է։ Ռոզա, խոսենք այցերից եւ համագործակցությունից United Technical Service մասնագիտացված կենտրոնի հետ, երբ եք սկսել հարաբերությունները եւ ինչ հաջողություններ արդեն ունենք։ Շատ լավ, Կարեն ջան, ուրեմն սկսեմ ամենասկզբից։ Նախ United Technical Service-ի հետ ամենասկզբից բացման օրվանից սկսած ես ընկերություն եմ անում ու Սամվելը բնավորություն ունի ու առասարակ United-ի ժողովուրդը սիրում են ամեն ինչ շատ լավ անել կամ չանել։ Միանշանակ։ Ուրեմն United Technical Service-ի նախաձեռնությամբ մի քանի ճարտարապետ եւ դիզայներներով մենք գնացինք Իտալիա, Atlas Concord-ի գործարան։ Մինչև գնալը մենք չենք պատկերացնում ուր ենք գնում, դե տուրեր շատ են լինում, պատկերացնում ենք տենց ավանդական գործարան ենք գնում, տեսնենք ոնց է արտադրվում, հետ կան։ Բայց այն ինչ որ մենք տեսանք, չափազանց տպավորիչ էր։ Իրականում Atlas Concord-ը առաջատար է Եվրոպայում իր արտադրանքով, ու դու տեսնում ես ինչ բարձր մակարդակի է դա կազմակերպում, դիզայների տեսանկյունից եմ ասում, հա, արդեն դիզայները ճարտարապետը վստահությամբ կարողանում է հաճախորդին խորհուրդ տալ, որովհետև սեփական աչքերով տեսել է ոնց է այդ պրոդուկտը արտադրվել ու դա վատը լինելու տարբերակ չունի, այսպես ասած։ Ռոզա, մի հարց ունեմ, իրականում երբ դիզայներները խորհուրդ են տալի հաճախորդներին այս կամ այն ապրանքը, ինչ որ առումով պատասխանատվությունը իրենք են, հա, վերցնում իրենց վրա եւ եթե հետագայում էլ խնդիրներ են առաջանում, ապա իրենք են պատասխանատվություն կրելու։ Ինչ եք կարծում United Technical Service մասնագիտացված կենտրոնի հետ համագործակցության այս ընթացքում կա այն նախադրյալը, որ հենց կենտրոնն է պատասխանատվությունը ամբողջությամբ կրում, ոչ թե դիզայները։ Դե տեսեք, էլի գալիս ենք իմ ասացին, երբ որ դու գործարանում դիզայները տեսնում է ոնց է գրոյ է գործարանում այդ մետաղը էփում, հետո չգիտեմ ոնց է 10 հոգի խոշորացույց նայում, վնասված հատված եւ այլն, այսինքն այդ ամբողջը տեսնելուց հետո դիզայները վստահությամբ դա խորհուրդ է տալիս։ Բայց մյուս կողմից վստահ է որ
հարկ եղած դեպքում United Technical Service-ը ունի սպասարկում ու եթե հանկարծ լինի խնդիր կամ տարբեր հարց լինի, որևէ հարց, գիտեմ, որ կարող են հետադարձ կապով այս մարդկանց հետ լուծել խնդիրը։ Ջան, այստեղ ես մեկ մեջբերում անեմ, շնորհակալություն, Ռոզա ջան։ Շատ կարևոր է հասկանալ, որ Grohe բրենդը, Grohe ապրանքանիշը Հայաստանում ունի երաշխիքային սպասարկման կենտրոն։ Իդեմս մեզ։ Շատ քիչ ապրանքանիշեր կան, որոնք ունեն Հայաստանում պաշտոնական սպասարկման կենտրոն, արտոնագրված։ Սպասարկման, երաշխիքային սպասարկման կենտրոնը դա չի նշանակում, որ միայն խնդիրներ առաջանալու համար է։ Այսինքն, այստեղ աշխատում են մասնագետներ, որոնք ամեն ինչ անում են, որ դրան չհասնի հարցը։ Այսինքն, ի սկզբանե խորհրդատվություն գնորդի մասնագետին։ Շատ ժամանակ դուք գիտեք, մենք պրոյեկտներից ենք խոսել, պրոյեկտերում մենք իրականացնում ենք հեղինակային մոնտաժ, իրականացնում ենք ստուգ այցեր, որի արդյունքում ակտեր ենք պատրաստում եւ ներկայացնում ենք տնօրինությանը, թե ինչը կարելի ավելի լավ անել, ինչը չի կարելի անել եւ առհասարակ ինչ խնդիրներ կան։ Այսինքն մեր սպասարկման կենտրոնը մասնագիտացված է նրա համար, որպեսզի չառաջանա խնդիր։ Իսկ առաջանալու պարագայում մենք կանք ու կանք ոնց որ ասում եմ։ Պարոն Ալեքսյան, առաջարկում եմ խոսել Grohe-ի, աշխարհահռչակ Grohe ընկերության գործան այցելության մասին, կարծում եմ յուրաքանչյուրն ով ծանոթ է այս ապրանքատեսականուն մեծ հաճույք կլիներ շրջելը գործանում եւ ծանոթանալ բավականին երկար տարիների պատմություն ունեցող այսպես ընկերության հետ։ Այստեղ էլ մի բան ասեմ ու խոսքը նորից սիրով փոխանցեմ Ռոզային։ Շատ տարածված կարծիքներ կան, որ անունով գերմանական կամ անունով իտալական շատ կարևոր է նաև այս պարագում, երբ որ ոնց որ նշեց Ռոզան, դիզայները, ճարտարապետը, ընդհանրապես ոլորտի մասնագետը իր աչքերով տեսնում է, որ դա ընդհանրապես հավաքման ցեղ չի, հա, ոնց որ ասում եմ, այլ ինքը սկսած մետաղի ձուլումից, որպեսզի ճիշտ մետաղ ստացվի, այսինքն ցինկի համադրությունը, պղնձի համադրությունը, որպեսզի ճիշտ լատուն ստացվի, որ հանկարծ գործանը չունենա կախում որևիցե մեկի արտադրած մետաղի որակից։ Դա շատ թանկաճույք է, բայց Grohe-ն սկսած մետաղի ձուլումից, վերջացած գալվանիկայով, այսինքն խրոմապատումով կամ ոնց որ PVC-ա կոչվում փոշե ներկումով, իր արտադրանքը սկզբից մինչև վերջ իրականացնում է ինքնուրույն, որպեսզի ոչ մեկից եւ Գերմանիայում, որպեսզի ոչ մեկից կախում չունենա։ Դե մենք Գերմանիայի գործանում ենք, խոսում ենք Գերմանիայի մասին։ Ռոզա ջան, սիրով փոխանցեմ խոսքը։ Ձեր տպավորությունները։ Դե բոլորս գիտենք, որ Grohe-ն աշխարհն իրանով արած բրենդ է, բայց այն ինչ որ մենք տեսանք գործարանում, դա շրջադարձային փոխեց մեր կարծիքը, այլ ավելի լավացնելով։ Ուրեմն ոնց որ Սամվելը ասեց, դա փակ ցիկլ է ու դու տեսնում ես ոնց է ամբողջական process-ը կազմակերպվում գործարանում ու արտաքին ոչ մի գործոնից իրեն կախում չունեն ու այն որ տարբերակ չկա վատ product ստանալու։ Վատը մի կողմ դեռ կիսատ product էլ այնտեղից դուրս չի գալիս։ Grohe-ն տալիս է միայն այսպես ասած իդեալական ապրանքատեսական անթերի, որը ուղիղ կապով գալիս ասնում է Հայաստան United Technical Service։ Հրաշալի է։ Դե շնորհակալ ենք պարոն Ալեքսանյան, Ռոզա շատ շնորհակալ ենք հյուրընկալելու համար։ Հուսամ մեր առաջիկա եթերներից մեկում մենք արդեն առանցին կհանդիպենք եւ կշարունակենք զրուցել ոչ միայն United Technical Service-ի մասին, այլ նաեւ կզրուցենք ճարտարապետ դիզայներական համայնքի հետաքրքիր նորություններից։ Կհանդիպենք։ Մենք շարունակում ենք տուն-տեղ հեռուստանախագծի գարնանային եթերաշրջանը եւ տեղափոխվում ենք այս եթերաշրջանի ամենաոճային մեր գործընկերոջ Capital Interiors-ի խանութսրահ, որտեղ էլ զրույցը շարունակելու եմ պրոյեկտ մենեջեր Լուսինե Գրիգորյանի հետ։ Ողջույն Լուսինե։ Ողջույն Կարեն։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Հրաշալի, ինչպես կարող եմ լինել այս գեղեցիկ խանութսրահում, երբ ամեն բան իսկապես ոչ միայն գեղեցիկ, այլ նաև որակյալ։ Այո։ Լուսինե, այսօր առաջարկում եմ խոսել ապրանքների բրենդներից, որոնք ներկայացված են։ Մի փոքր ներկայացրեք հիմնական այն բրենդները եւ բրենդների պատմությունները, որոնք տեսնում եք խանութսրահում։ Այս 18 տարիների համագործակցությունների շնորհիվ արդեն հասկացել ենք, թե որ բրենդերն ենք ուզում ներկայացնել Հայաստանում եւ արդեն ունենք
գործընկերներ, որոնց հետ աշխատում ենք երկար տարիներ, որոնք ներկայացնում եւ արտադրում են միայն բացառապես որակյալ եւ յուրօրինակ կահույք եւ արդեն մեր սրահում էլ ունենք ներկայացված նրանցից նմուշներ, իհարկե մեծ տեսականի ունենք, որը հնարավոր է պատվիրել եւ ունենալ Հայաստանում որոշ ժամանակ հետո։ Դրանցից մեկն է, երևի թե սկսենք Շոմբեքից, Սվարովսկիից, մեր այցեքարտը համարվող լուսավորությունից։ Տարիներ շարունակ Սվարովսկի եղել է առաջատար եւ այդպեսին էլ մնում է իր որակով, քրիստալի մաքրությամբ եւ դիզայների լայն ընտրանիով։ Բայց իհարկե բացի Սվարովսկի Շոմբեկից ունենք մեծ ընտրանի մոդեռն լուսավորության մեջ։ Սրահում այս բանը ունենք նաեւ Aromastel Campo իսպանական ընկերությունը, որը բավականին մոդեռն եւ ժամանակակից դիզայն ունի, որը հետաքրքիր լուծումներ կարող է առաջարկել արդեն դասական եւ ժամանակակից ինտերիեր։ Լուսինե, անպայման ուզում եմ նշել, որ ձեր սրահում կահույքը ներկայացված է այսպես պատմությունների տեսքով, որը հեշտացնում է ոչ միայն դիզայների, այլ նաև հաճախորդի ընտրությունը, քանի որ դուք ճիշտ արդեն գրագետ համադրություններ եք կատարել, որը հուշում է ինչ որ առումով, որ կարելի է այս կամ այն մոդելը համադրել։ Այո, սրահում ներկայացված կահույքը իրոք ընտրվում է որպես այսպես ասած սցենայով։ Մենք որոշում ենք թե ինչ տեսք կունենա այս կամ այն մոդելը իրար հետ համադրության մեջ, եւ իհարկե իտալականը կարծում եմ հաճախորդների բոլորին հայտնի է իտալականի բարձր որակը, բայց դրան չեն զիջում նաեւ պորտուգալական եւ իսպանական ընկերությունները, որոնք հիմա նույնպես առաջատար են այս ասպարեզում, որոնցից մեկն է հենց Las Casas-ը։ Las Casas-ը նույնպես առաջարկում է mid-century modern կահույք, որը այս տարիների ընթացքում արդեն իր հաստատուն տեղն է գրավել բոլորի սրտերում եւ դիզայներների եւ հաճախորդների։ Բացի իհարկե դիզայնից, այն շատ հարմարավետ է եւ որակյալ։ Մեր լավ ընկերություններից են, մեր լավ գործընկերներից են նաեւ Malerban, Turin, Francesco Passin, ունենք Կանտորի, ունենք Opera Angelo Capellini, որոնց հետ երկար աշխատանքային փորձը արդեն իրենց արդյունավետ համագործակցությունն է տվել։ Նաև համագործակցում ենք Seven Sedia իտալական ընկերության հետ, այս բոլոր ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը նաև մենք ենք Հայաստանում, հաճախակի ունենում ենք սրահում ցուցադրված իրենցից մոդելներ եւ նմուշներ եւ իհարկե ավելի հաճախակի աշխատում ենք անհատական պատվերների միջոցով։ Հրաշալի է։ Իսկ եթե որևիցե մի բան հնարավոր չէ գտնել այստեղ, բնականաբար հնարավոր է պատվիրել։ Իհարկե, ամեն ինչ հնարավոր է պատվիրել, ամեն ինչ հնարավոր է ընտրել, փոփոխել չափերը, կտորը, մետաղը, փայտը, ամեն ինչ, այո։ Փնտրում են դիզայներները կամ անհատները, որոնք իրենք են վերանորոգում իրենց բնակարանները կամ գրասենյակները կամ այլ տարածքներ, ապա կարող են մոտենալ Գևյան 12 հասցեում։ Գևյան 12 հասցեում մենք սիրով կօգնենք, միշտ ուրախ ենք հյուրընկալել։ Շատ հաճախ լինում է, որ ուղղակի դիզայներների հետ ժամերով նստում ենք, կատալոգներն ենք թերթում, նայում նորությունները, քննարկում տարվա թրենդերը, թրենդային գույները, միգուցե կտորները, որոնք մեծ աղմուկ են առաջացնում մեր ասպարեզում եւ արդեն հետագայում հասնում իդեալական ընտրության հաճախորդի համանուն։ Հրաշալի է։ Դե ինչ Լուսինե, ինչպես եւ խոստացել ենք, այս 3 ամիսների ընթացքում հանդիպումները մեր անընդհատ լինելու է, պետք է հանդիպենք, քննարկենք տարբեր մոդելներ, մյուս անգամ առաջարկում եմ զրուցել օրինակ լուսավորության պարագաներից, ջահերից, լապտերներից, համաձայն եք։ Համաձայն եմ։ Դե կհանդիպենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։
Դուք դիտում եք Տունտեղ հեռուստանախագիծը, մենք տեղափոխվում ենք Տունտեղ հեռուստանախագծի այս գեղեցիկ տաղավար, որտեղ շարունակելու եմ զրույցը մեր այս եթերաշրջանի նոր գործընկեր Inotech ընկերության հիմնադիր եւ տնօրեն Միրան Մերաբյանի հետ։ Ողջույն, պարոն Մերաբյան։ Բարև ձեզ։ Պարոն Մերաբյան, խոսեցինք հիմնադրումից, առաջարկում եմ խոսել Total ընկերության առավելություններից, որովհետեւ կարծում եմ, որ մեր հաճախորդներին բազմաթիվ առավելություններ են հայտնի, բայց կարծում եմ այնպիսի առավելություններ կասեք, որ մենք էլ տեղյակ չենք։ Նախ գլխավոր առավելությունը, որ ամբողջ տեսականին ներկայացված անքանիշի, այսինքն բրենդի կարգախոսը One Stop Tool Station նշանակում է բոլոր գործիքները մեկ տեղում, մարդկանց հնարավորություն է տրվում իրենց բոլոր կարիքները հոգալ մեկ հարթակում, ավելորդ ժամանակ չծախսելով, նաև փորձել ենք մատչելի լինել ամբողջ Հայաստանում, հասանելի լինել ամբողջ Հայաստանում երևի թե բոլորին է հայտնի, որ մի քանի կանգառ հեռավորությունով անպայման Total-ի խանութ կարող են գտնել իրենց խնդիրները լուծելու այնտեղ։ Պարոն Մերաբյան, հարթակներից խոսեցիք, առաջարկում խոսել նաև on-line հարթակներից, որ բավականին կազմակերպված կայք կա, որտեղ հնարավոր է ձեռք բերել բոլոր ապրանքները։ Իհարկե Total Armenia կայքի մասին է խոսքը, ամբողջ տեսականիով եւ ծառայություններով, թե պրոֆեսիոնալ խորհրդատվություն կա կայքում, թե առաքումների ճկուն համակարգ կա, որը այսօրվա դրությամբ կարծում եմ մեր սպառողներին մեծ հարմարավետություն է ապահովում, որը եւս մեր գլխավոր առավելություններից մեկն է։ Ինչ խոսք նաեւ գործիքների ոլորտում շատ կարեւոր է սպասարկման հարցը, մեծ ուշադրություն ենք դարձրել գործիքների երաշխիքային սպասարկմանը, երևի թե առաջինն ենք կամ էլի կան կազմակերպություններ, չգիտեմ, շուկայում, որ արդեն տվեցինք գործիքներին 2 տարի երաշխիքային սպասարկում, լիարժեք երաշխիք։ Հատեմ եւ մեկ հարց տամ, որ լսել եմ, որ Total ընկերությունը, եթե գործիքը ինչ-որ անսարքություն է ունենում, փոխարինում է վարպետին, դա իրականության համապատասխանում է։ Այո, դա մեր non-stop ծառայությունն է։ Մենք ունենք հավելյալ 2 ծառայություն, այն է դռնից դուր door-to-door ծառայությունը եւ non-stop ծառայությունը։ Այսինքն, եթե համեմատություն անենք ինչ է փոխվել մարդկանց կյանքում, նախկինում եթե գործիքը փչանում էր, պետք է գնային կամ ինչ-որ սերվիս կենտրոն ճարելու կամ այն խանութը, որտեղից գնել էին գործիքը, հանձնեին վերանորոգման օրը գալուց, ժամանակ կորցնեին, աշխատանքը կանգներ, այո։ Մեր դեպքում դռնից դուր ծառայությունը կա, գործիքը փչանալուց պարզապես զանգահարում են մեր զանգերի կենտրոն, մեր մասնագետը օգնում է իրենց խնդիրը լուծելու, սպասարկման մի քանի շերտ ունենք մենք, առաջի շերտում պարզապես call center-ի աշխատակիցը խորհրդատվությունով լուծում է իրենց խնդիրները, բավականին հաճախ ընդհանրապես հեռախոսով խորհուրդներով լուծվող խնդիրներ լուծում ենք։ Երկրորդ շերտում մասնագետն է խորհրդատվություն անում, մեր call center-ի, սերվիս կենտրոնի ինքը։ Երրորդ շերտում արդեն մեր մասնագետի այցն է լինում կամ շինհրապարակ կամ բնակարան, որտեղ որ գտնվում է գործիքը, որտեղ խնդիրն է, լուծում է տեղում, եթե տեղում չլուծվող խնդիր է, բերում ենք արդեն մեր սերվիս կենտրոն եւ վերանորոգում ենք գործիքը։ Անհրաժեշտության դեպքում, եթե մարդը ինչ-որ գործիք է գնել, ինչ-որ աշխատանք ունի անելու,
եւ ժամանակի եւ այլ խնդիր ունի, մենք փոխարինում ենք տալիս ենք իրեն նոր գործիքը, կատարում է իր աշխատանքը, մինչեւ վերանորոգումը կատարվի եւ վերադարձնենք իր գործիքը։ Պարոն Մերաբյան, կարծում եմ բավականին բարդ է, հա, խորհրդատուների համար վաճառքի, որովհետև այնքան շատ ապրանքատեսականներ կան, արդյոք կազմակերպում են հատուկ տրեյնինգներ հենց նրանց համար, որպեսզի նրանք դառնան ինչ-որ առումով մասնագետներ, որոնք կարող են խորհուրդ տալ հաճախորդներին։ Ինչ խոսք, բավականին արդիական հարց եք բարձրացնում։ Տեսեք, տեխնոլոգիաները շատ արագ փոխվում են, զարգանում են, նորություններ են գալիս եւ մարդիկ միշտ բախվում են խնդրի հետ, գնել ենք, չգիտենք ինչպես օգտագործենք կամ ոնց մեր խնդիրը լուծենք կամ ինչ նպատակի կծառայի այս գործիքը։ Մեր փորձը ցույց տվեց, որ վաճառողի փորձառությունը շատ կարեւոր է։ Մենք պարբերաբար տրեյնինգներում որակավորման դասընթացներ են կազմակերպում ամբողջ վաճառող անձնակազմի համար եւ ոչ միայն վաճառող անձնակազմի համար կազմակերպում, այլ նաեւ վարպետների համար հաճախ ունենում ենք դասընթացներ, տրեյնինգներ, սեմինարներ են կազմակերպում, ինչպես նաեւ դա նախաձեռնություն ունենք, կրթական կենտրոն ենք բացել երեխաների համար, դասապատրաստում ենք անում։ Հրաշալի է։ Այն է աշխատանքի ուսուցման դասերը մեր կենտրոնում անում։ Երեխաներին օգտվեն գործիքներից։ Երեխաներին սովորեցնում ենք։ Իրականում նաև ինչ նպատակի է դա ուղղված, ժամանակի ընթացքում գործիքների լուծումներում շատ բաներ են փոխվել, թե հասանելիությունով, թե տեխնոլոգիական հարմարավետություններով, այս պահեդրությամբ շատ մարդիկ ասում են, որ մի քիչ տնավարի լեզվով ասենք քթի ծակող մարդը եւ ձեռքի շնորհքով մարդը տոտալի գործիքներից օգտվելով վարպետի կարիք կարող է չունենալ, ամբողջովին այնպիսի գործիքակազմ ենք ապավում, որ իր ձեռքով կարող է տունը կառուցել։ Այնպես որ կարծում եմ մեր այս հերոսատեսային հարթակն էլ հետաքրքիր ձևաչափ կդառնա այն մարդկանց համար, ովքեր ուզում են իրենց տունը վերանորոգեն եւ օգտագործեն ճիշտ գործիքներ։ Գաղտնիք չէ, որ վարպետ գտնելը ավելի գնալով ու ավելի դժվար է լինում, ավելի թանկ է լինում, ավելի դժվար հասանելի է լինում։ Այս օրերին արդեն շատ ավելի հեշտ է գործիք ձեռք բերել, գործիքով անձամբ անել, քան վարպետ փնտրել։ Հուսով ենք ձեր հաղորդաշարը նույնպես կօգնի մարդկանց տեղեկացվածությունը բարձրացնելու։ Հրաշալի է, մենք անհամբեր կսպասենք մեր հաջորդ հանդիպմանը, իսկ այս պահին ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Շնորհակալություն։ Դուք շարունակում եք դիտել Տունտեղ հեռուստանախագիծ, իսկ մենք տեղափոխվում ենք մեր այս եթերաշրջանի նոր գործընկեր Raflor ընկերության ցուցասրահ, որտեղ այս զրույցը շարունակելու եմ Շահեն Ինանցի հետ։ Ողջույն Շահեն։ Բարև ձեզ։ Շահեն, ժամանակն է, որպեսզի զրուցենք մանրահատակներից։ Մի բան, որ ամենից շատն եմ ես սիրում, քանի որ միշտ դիզայներները Համարավանդ վերջի տարիներին նշում են, որ թե արժեքի բարձր լինելու, թե խնամքի որոշակի հարցերի պարագայում այսպես կարելի է խուսափել եւ վինիլային հատակներ նախընտրել։ Իհարկե վինիլային հատակները իրենց տեղ ունեն, բայց կհամաձայնվեք, որ մանրահատակները իրենց տեսքով եւ միայն այն, որ բնական փայտից են պատրաստված, արժանի տեղ ունեն։ Այո, սիրով կներկայացնեմ, մենք ունենք մանրահատակների լայն տեսականի, ու քանի որ մի քանի կազմակերպության ներկայացուցիչ չենք, բավական ինֆորմացիա կարող են փոխանցել մեր հեռուստադիտողներին եւ մանրահատակի թե տեսակների, թե խնամքի, թե ընտրության հարցով։ Դե եկեք ամենասկզբից սկսենք հենց ընտրության հարցից։ Ինչպես կողմնորոշվել, ինչպիսի մանրահատակ ընտրել։ Նախ մանրահատակը ինչի համար ընտրել մանրահատակ, բացի որ ինքը բնական նյութից է պատրաստված, փայտը ամեն դեպքում միշտ ակտուալ է, ու յուրաքանչյուր դիզայնի կարևոր մասնիկն է, բոլոր դիզայներներն են իրենց ամենասիրած։ Իսկապես, որովհետև փայտը ամեն դեպքում փայտ է։ Այո, բայց կա նաև մի կարևոր հանգամանք, փայտը ինչ ձևով է պատրաստված, ինչ չորացման փուլեր է անցել եւ ինչ յուղման կամ լակման process է անցել, որովհետեւ իր ամենակարևոր մասը դա վերջնական ծածկույթի մասն է։ Ես բոլորդ երևի գիտեք, որ հին ժամանակներում մենք մանրահատակ ունեինք, այսինքն փայտը, որը որ արվում էր ձուտով, այսինքն սոսինձի փոխարեն ձուտ էր արվում
եւ օգտագործում էինք շատ հոտավետ լակ, այսինքն դա չեղավ, որ մենք բնական նյութ էինք օգտագործել, որովհետև այդ բնական նյութը մենք թողեցինք տակը։ Եվ վայելում էինք այդ լաքի պաշտպանիչ շերտը, որը եւ տոքսիկ ուներ եւ մնացած, այսինքն իր վատ հետևանքներով։ Շատ լավ է, որ արդեն վերացել է, բայց նու այն ժամանակ էլ երևի դա էր ակտուալ, այն ժամանակ եվրոպական տարբեր երկրներից չէին կարող ստանալ։ Շայն կհամաձայնվեք, որ կան ինտերիեր դիզայնում այնպիսի հնարքներ, հա, որոնք անժամկետ են, երբեք չեն հնանում եւ տրենդից դուրս չեն գալիս։ Այ դրանից մեկը կարծում եմ հենց մանրահատակն է։ Մանրահատակն է, այո, այդ տրենդերը դիզայներներն են ավելի շատ թելադրում։ Իրանք են միշտ ակտուալ պահում ու կարծում եմ, որ դա մանրահատակը միշտ կմնա։ Մանրահատակի հետ կապված նաեւ ինչի այս նոր արդեն մեթոդներով երաշերտ մանրահատակներն են ավելի ակտուալ, որովհետև իրանք ավելի երկար են ծառայում ու ավելի քիչ խնդիրներ են առաջացնում։ Սեղմվելու, ընդարձակվելու տոկոսը, ինչպես նշեցինք, որ բոլոր նյութերն ունեն, ավելի քիչ է, հաշվի առնելով իրենց խաչաձև ամրացման ու այդ մեթոդի, որովհետև սկզբում 3 շերտը, 2 փայտի այդ 3 մեթոդով, այսինքն խաչաձև, վերջում գալիս է արդեն բնական նյութը, փայտը իր արտաքին տեսքով, դա կարա լինի դուբ, կարա լինի, այո, տարբեր, այո, իհարկե, իրենց կարևորը ինչ տեսակի սոսինձով են սոսինձվում, որովհետև կան նորմատիվներ էկոլոգիայի առումով, որովհետև ամեն սոսինձ չէ, որ կարելի է օգտագործել։ Հիմա կան մեր իրականության մեջ սոսինձներ, որոնք տոքսիկ գազեր չեն թողում։ Այսինքն մանրահատակի տեղադրման 2 մեթոդ կա, մեկը լողացող մեթոդն է, որը որ ուղղակի իր փականներով ամրանում եւ տեղադրվում է։ Դրանք երկրորդը սոսինձվողը, բայց սոսինձները շատ կարևոր է ընտրել այն սոսինձները, որոնք որ համապատասխանում են նորմատիվներին, որովհետև բացի հատակի այդ էկոլոգիայից նաև շատ կարևոր է հիմք ունենք։ Այսինքն ամեն հատակի նյութ տեղադրելուց պահանջը շատ առանձնահատկությունը եւ խիստ է։ Այսինքն ամեն դեպքում պետք է ունենանք հարթ մակերես, հարթ տարածք եւ ճիշտ նյութեր։ Եթե մեր վարպետների բառերով խոսենք, ապա նալիվնոյ, հա, պոլ հատակը։ Այո, ինքնաարթեցվող հատակն է, շատ հայտնի նալիվնոյ կամ սամաբիրավնյաշի պոլ, այսինքն գերհարթեցվող հատակի համալուծումներ։ Այո, ինչով են իրենք լավ, մենք նաև քանի որ նշեցինք Եվրոկոլ ընկերության ներկայացուցիչն ենք, Եվրոկոլը նորից նշեմ, որ իրենք պրոֆեսիոնալ քիմիա են, այսինքն մատակարարում են միայն այն կազմակերպություններին, ովքեր որ տեղադրման աշխատանքներն են իրականացնում, պայմանավորված են նրանով, որ ավելի իրենց նյութերը ավելի մակերեսի վրա, հա, մեկ միավորի ավելի քիչ ծախսով ավելի բարձր էֆեկտ են ստանում։ Հրաշալի է։ Շայն առաջարկում եմ, որպեսզի միշտ թողարկմանը շարունակենք այս թեման, որովհետև բավականին երկար կարող ենք խոսել եւ քննարկենք նաեւ խնամքի առանձնահատկությունները, ինչպես նաեւ վերանորոգման հետ կապված հարցեր, որովհետև շատ հեռուստադիտողների մոտ հարց է առաջանում, եթե այս կամ այն ինչ որ վնասված կլինի, հնարավոր է այն վերականգնել։ Շատ լավ, հանդիպենք։ Ողջույն բոլորին, մենք շարունակում ենք տունտեղ հերոսանախագծի շրջանակներում տոնիկյան բիլդի խորագիրը եւ վերադառնալով մեր վերանորոգող բնակարանին մի փոքր խոսենք առաջի փուլի մասին։ Ինչպես են ընթանում process-ները։ Նախ եւ առաջ, երբ հաճախորդը դիմում է մեզ, մենք հաճախորդին տալիս ենք հաշվարկ, հիմնված իր բնակելի մակերեսի վրա, կոպիտ ասած 80 անգամ X գումար, որը այն փաթեթի համար, որը նա ընտրել է։ Որից հետո մենք կնքում ենք հաճախորդի հետ պայմանագիր ու սկսում ենք դիզայնի process-ը։
Ինչպես է լինում դիզայնի process-ը։ Մեզ մոտ դա մի փոքր տարբերվում է մյուսներից։ Առաջի փուլով մենք հասկանում ենք նախ ընտանիքի կազմը, հասկանում ենք ինչ սենյակների կարիք կա, ուսումնասիրում ենք կառուցապատողի տրված հատակագիծը ու անում ենք անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի բնակարանը ավելի հարմարեցված լինի կոնկրետ մեր հաճախորդի պահանջներին։ Այս ամեն ինչը հաստատելուց հետո մենք արդեն սկսում ենք մեր աշխատանքները հենց բնակարանում։ Եթե մյուս դեպքերում, պետք է ամբողջությամբ դիզայն ունենալ, որպեսզի մարդը կարողանա սկսի աշխատանքները, તો մեր պարագայում սա մի փոքր այլ է, քանի որ դիզայնը արվում է հենց մեր կազմակերպությունում եւ մենք կարողանում ենք առաջին նախնական պլանիրովկայից հետո սկսել հիմնական աշխատանքները։ Ինչի համար է սա արվում, սրա հիմնական նպատակը հենց կայանում է նրանում, որպեսզի չձգվի շատ վերանորոգման աշխատանքներ։ Այսինքն երկու process գնում է զուգահեռ, ընթացքում եթե կան ինչ-որ փոփոխության կարիքներ, դրանք նույնպես արվում են, բայց ի վերջո մենք շահում ենք էական ժամանակ, խոսքը 1-ից 2 ամսվա մասին է։ Տոնիկյան բիլն ընտրելով դուք առաջինը ազատվում եք ամենակարևոր գլխացավանքից վերանորոգման համար վազվզելուց, որը բոլորի ստանում է էական ժամանակ, էական էներգիա, ել չասեմ ներվերի մասին։ Մյուս կարևոր հանգամանքը նա է, որ տոնիկյան բիլդը իր արած բոլոր աշխատանքների եւ գնաց բոլոր նյութերի համար տալիս է երաշխիք պայմանագրով, ոչ թե բառերով, այսինքն 5 տարի է տևում երաշխիքը, այսինքն սա ինչ է նշանակում, որ դիմելով տոնիկյան բիլդ դուք գիտեք ու վստահ կարող եք լինել, որ այն ինչ արվելու է ձեր բնակարանում, արվելու է որակով ու պատասխանատու։ Դե ինչ, հիմա առաջարկում եմ տեղափոխվել շինհրապարակ, տեսնելու բնակարանը ինչ վիճակում ենք մենք վերցնում, ինչ աշխատանքներ են արվում եւ նորից ասեմ, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում մենք միասին հետևել ենք ընթացքում եւ վերջում արդեն կտեսնենք բնակությանը պիտանի բնակարան։ Տունտեղ հերթանախագիծ այս եթերաշրջանում համագործակցում է AP Tower կառուցապատող ընկերության հետ։ Ընկերությունը ներկայացնում է Panorama Hills բնակելի համալիրը։ Այս համալիրը կառուցվում է Ուլնեցի 32/22 հասցեում։ Կառուցվելով բարձրատիպ գոտում, այս նախագիծը առանձնանում է իր ֆանտաստիկ տեսարանով։ Ձեր պատշգամբից հնարավոր է տեսնել Երևանի ողջ գունաբնակը։ Այստեղ ստեղծվում են խոշոր ենթակառուցվածքներ, ինչպիսին են կանաչապատ տարածք, ընդարձակ ավտոհանգրվան, մեծ բակ, լողավազան, մեծ տենիսի կորտ, մարզասրահ եւ այլն։ Այս բազմաբնակարան համալիրը բաղկացած է 3 մասնաշենքերից՝ A, B եւ G։ A եւ B շենքերն ունեն 11 հարկ, G շենքը 5 հարկ։ Ընդհանուր համալիրում նախատեսված են 227 բնակարան, այդ թվում A շենքում 108 բնակարան, B շենքում 92 բնակարան եւ G շենքում 27 բնակարան։ Այս համալիրի բնակարանները ունեն տարբեր մակերեսներ։ Աշենքի բնակարանների մակերեսներն են 45.2 քառակուսիմետրից մինչև 428.5 քառակուսիմետր։ B մասնաշենքի բնակարանների մակերեսը սկսվում է 45.8 քառակուսիմետրից մինչև 336.3 քառակուսիմետր։ Իսկ G մասնաշենքի բնակարանները 192 քառակուսիմետրից մինչև 721 քառակուսիմետր։ Հասանելի են բնակարաններ ինչպես 1 սենյականոց, 2 սենյականոց, այնպես էլ ավելի մեծ բազմասենյականոց բնակարաններ։ Այս համալիրի տեղակայման հիմնական առավելությունները կանաչ գոտիների մերձակայությունն է։ Համալիրը գտնվում է այգիների եւ զբոսայգիների կողքին, ինչը ստեղծում է հանգիստ ու առողջ միջավայր։ Համալիրի շրջանը առանձնանում է իր հանգիստ ու անվտանգ մթնոլորտով, հեռու աղմուկոտ մայրուղիներից։ Համալիրը նաև երաշխավորված է զարգացման հեռանկարով։ Տարածքն արագ զարգացող է, ինչը բարձրացնում է կյանքի որակ եւ դարձնում անշարժ գույքի գնումը շահավետ ներդրում։ Համալիրը ունի պանորամային տեսարան։
Ընդարձակ ապակեպատ պատուհանները հնարավորություն են տալիս վայելելու քաղաքի շքեղ տեսարանը։ Նաև անպայման ուզում ենք նշել, որ այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը, հատկապես գրավիչ է լուսաբացին եւ մանրամուտի ժամերին։ Բնակարաններում առկա են լույսի առատություն եւ ընդարձակության զգացողություն։ Մեծ ապակեպատ պատուհանները ստեղծում են տաք եւ բաց տարածություն։ Համալիրը կառուցված է ժամանակակից եւ ամուր շինարարական նյութերից, որոնք ապահովում են երկարակեցություն, անվտանգություն եւ գեղագիտական գրավչություն։ Համալիրի մոնոլիթ կոնստրուկցիան ապահովում է բարձր ամրություն եւ երկարակեցություն։ Արտաքին եռաչափ պանելները երաշխավորում են ջերմա եւ ձայնամեկուսացում։ Համալիրի երեսպատումը կատարված է տրավերտինե քարով, որը շենքին հաղորդում է էլեգանտեսկ եւ բարձր դիմադրություն արտաքին գործոնների նկատմամբ։ Համալիրի հատակները գրանիտե քարից են, ամուր են եւ էսթետիկ, որն էլ շեշտում է նախագծի բարձր որակը։ Համալիրում նախատեսված են կոմունիկացիաների ապահովում, ինչպիսիք են ջեռուցում, ջրամատակարարում եւ էլեկտրամատակարարում։ Այս համալիրի հարմարավետությունների եւ ենթակառուցվածքների շարքին կարելի է դասել երեխաների խաղահրապարակը, կանաչ եւ հանգստի գոտիները։ Այս համալիրում նախատեսված են նաեւ առևտրային տարածքներ, ինչպիսիք են խանութներ, սրճարաններ եւ գրասենյակներ։ Համալիրը ունի նաեւ երկհարկ ստորգետնյա ավտոկանգառ, նախատեսված 298 մեքենաների համար։ Առաջին հարկում 180 կայանատեղի, իսկ երկրորդ հարկում 118 կայանատեղի։ Շենքի շահագործման համաժամկետը նախատեսված է 2025 թվականի ավարտը։ Կարևոր ենք համարում նշել, որ այս համալիրում բոլոր շինարարական աշխատանքները կատարված են շատ բարձր մակարդակի։ Ընդհու պատուհանների արտաքին գոգերը տրավերտինե քարից են։ Խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել Panorama Hills համալիրի մասնագետների հետ կամ ամրագրել էքսկուրսիա շինհրապարակում։ Տունտեղ հերցանախագիծը տարիներ շարունակ հերոսատեսային ուղեցույցի ձևաչափով ձեզ է ներկայացնում լուծումներ, որոնք կհեշտացնեն ձեր վերանորոգումը ոչ միայն տան, այլ նաև բիզնեսի համար։ Այսօր շարունակելու ենք խոսել առաստաղներից մեր այս եթերաշրջանի նոր գործընկեր Առաստաղ AM-ի հետ միասին, եւ այս անգամ ներկայացնել ենք ձեզ կուբոտ առաստաղներ։ Այսպիսով, կուբոտ առաստաղները իրենցից ներկայացնում են մետաղական կախովի առաստաղներ։ Այս առաստաղները բաղկացած են երկարավուն, ուղղանկյուն կամ քառակուսի պրոֆիլներից։ Դրանք հիմնականում կիրառվում են առևտրային, հասարակական եւ բիզնես կենտրոններում, շնորհիվ իրենց ժամանակակից տեսքի եւ ֆունկցիոնալության։ Կուբոտ առաստաղների առավելությունից խոսելիս անպայման ուզում եմ նշել, որ ժամանակակից դիզայնի էլեմենտ կարող են դառնալ։ Սրանք ստեղծում են մինիմալիստական, մոդեռն եւ տեխնոլոգիական ինտերիերներ։ Օդափոխության լավ պայմաններ է ստեղծում, բաց կառուցվածքը թույլ է տալիս, որ օդահեշտությամբ շրջանառվի, ինչը կարևոր է օդափոխության համակարգերի համար։ Սրանք նաև հրդեհակայունություն ունեն, պատրաստված են հիմնականում ալյումինից կամ պողպատից, ինչը բարձրացնում է հրդեհային անվտանգությունը։ Արագ տեղադրվում են եւ հեշտ սպասարկվում։ Համակարգը հեշտությամբ մոնտաժվում եւ ապամոնտաժվում է, թույլ տալով արագ հասանելիություն առաստաղի տակ գտնվող կոմունիկացիաներին։ Առկա են տարբեր գույներ եւ մակերեսներ, հնարավոր է պատվիրել տարբեր գույներով կախված ինտերիերի պահանջներից։ Այս առաստաղները ջրակայուն են եւ խոնավակայուն, հարմար են օգտագործման համար, ինչպես լոգասենյակներում, լողավազաններում, այնպես էլ ավելի խոնավ տարածքներում։ Եթե խոսենք կուբոտ առաստաղների կառուցվածքի եւ տեսակների մասին, անպայման ուզում եմ նշել, որ սրանք հիմնականում պատրաստվում են ալյումինե կամ ցինկապատ պողպատե պրոֆիլներից, որոնք դասավորված են հատուկ ձևով, ստեղծելով բաց կամ կիսաբաց կառուցվածք։ Կուբոտ առաստաղները լինում են տարբեր տեսակների, ինչպես նշեցի, դրանք են տիպային տեսակներ, ուղղանկյուն պրոֆիլներով, հորիզոնական դասավորված երկարավուն շերտեր, կամ քառակուսի ցանցային, գրիդ տեսակի, որոնք հաճախ զուգորդվում են գրիլյատո առաստաղների հետ։ Առկա են նաև պրոֆիլային բաց տիպի, որոնք բարելավում են օդափոխությունը եւ թույլ են տալիս ավելի շատ բնական կամ արհեստական լույս ներթափանցել։ Ինչպես նշեցի, կիրառման տարածքները շատ բազմազան են։ Կարելի է կիրառել ինչպես առևտրային կենտրոններում, գրասենյակներում, բիզնես կենտրոններում, մետրոյի եւ օդանավականների սրահներում, հյուրանոցներում, ռեստորաններում, այնպես էլ սպորտային համալիրներում եւ բնակարաններում։ Կուբոտ առաստաղները հաճախ օգտագործվում են որպես էսթետիկ եւ ինժեներական լուծում, հատկապես այնտեղ, որտեղ անհրաժեշտ է լավ օդափոխություն եւ թաքնված կոմունիկացիաներ։ Եթե հետաքրքրված եք կուբոտ առաստաղներով, կոնկրետ գներով կամ տեղադրման ծառայություններով,
Հայաստանում, ապա խորհուրդ ենք տալիս անպայման այցելել Վարդանանց 69 Dropping հասցեում տեղակայված Արաստաղ.am-ի խանութ սրահ կամ պարզապես այցելել arastagh.am կայք։